հաստությունը կազմում է 4 սանտիմետր, բայց թղթով պետք է լիներ 5 սանտիմետր։ Հիմա էլի նույն Գայի պողոտայի այս քանդված ասֆալտի հաստությունն եմ ուզում չափեմ, բոլորին ցույց տամ, որ մենակ մի հատվածի ասֆալտի հաստությունը չի, որ 4 սանտիմետր է, այլ ամբողջ հատվածի։ Երևանում կրկին աղմուկ է բարձրացվել ճանապարհաշինական աշխատանքների շուրջ։ Գայի պողոտայի ասֆալտապատումը կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։ Փաստաթղթերով նախատեսված 5 սանտիմետր հաստության փոխարեն տեղում արձանագրվել է 2,5-ից 4 սանտիմետր ասֆալտի շերտ։ Հարցը բարձրացրել է բլոգեր Արթուր Չախոյանը։ Նրա պնդմամբ ճանապարհի արագ քայքայումը պայմանավորված չէ աղով, այլ պայմանավորված է հենց պահանջվողից բարակ շերտով եւ հնարավոր խախտումներով։ Պարոն Չախոյան, ուզում էի խոսեինք ձեր գրառման վերաբերյալ։ Գայի պողոտայի ասֆալտից էիք 3 վիդեո տեղադրել, ուզում եմ դրա վերաբերյալ խոսենք։ Ոստիկանությունից կամ ինչ-որ գործ հարուցվել է նման կարելի ասել սխալ, վարչական սխալ թույլ տալու համար, քանի որ դուք նշում եք, որ 5 սանտիմետր հաստությամբ պետք է լինի ասֆալտը, բայց 2,5 է եղել։ Ձեր բողոքներին արձագանք տրվել է։ Ոչ, իմ բողոքներին արձագանք չի տվել եւ չէր կարող տրվել, որովհետեւ դա բարձրաստիճան պաշտոնյաների հովանու ներքո է այդ ամենը տեղի ունենում։ Եթե այդ ամենը բարձրաստիճան պաշտոնյաների հովանու ներքո տեղի չունենար, միանշանակ ամենը արձագանք կստանար, քանի որ տվյալ օրինությունը բացահայտ է երևում, այսինքն 4 ամիս առաջ արված ասֆալտը արդեն քանդվել է ու ոչ թե մեկ տեղը քանդվել է 2, 3, 4, այլ մի քանի տեղ, շատ տեղերը արդեն քանդվել է։ Եվ դա անորակ աշխատանքներ է այլ ասֆալտի հաստությունից սկսած։ Դուք պարբերաբար դիմումներով դատախազություն եք գնում, այսքան ժամանակ դատախազությունից պատասխան տրվել է ձեզ դիմումների հիման վրա։ Տեսեք, ես 2022 թվականից հանրային գործունեություն եմ ծավալել, մինչ օրս ունեմ բազմաթիվ, երևի եթե չխաբեմ, երևի 50 հատ մոտավոր դատախազություն դիմումներ ունեմ գրած, որոնցից երևի մոտ 10 դեպքերի վերաբերյալ քրեական գործեր է հարուցվել, բայց մինչ օրս ոչ մի դեպքով ոչ մեկ քրեական պատասխանատվություն չի կրել եւ այդ գործերը դատարան չեն ուղարկվել, այսինքն մինչեւ հիմա քննության փուլում են, թե ինչ են քննում 4-3 տարվա ընթացքում, դա միանշանակ բարձ է, որ ուղղակի ծածկատան են անում եւ ոչ մի պատշաճ ընթացք այդ կոռուպցիոն աշխատանքներին չեն տալի։ Պարոն Չախոյան, վերադառնանք նորից ասֆալտին, արդյոք հարուցվել է ծառայողական քննություն այս խնդրի վերաբերյալ։ Չեմ կարծում, ես նման տեղեկատվությանը չեմ տիրապետում, հենց Երևանի քաղաքապետարանի ուղեցող հարցը, ասենց ասած, բայց էլի կրկնեմ, էլի, քանի որ արձագանք չկա, տվյալ դեպքի վերաբերյալ, չի կարող լինել ծառայողական քննություն։ Հիմա պատկերացնենք մի բան, եթե ես որևէ մի բան սխալ ասեի, Երևանի քաղաքապետարանը կհերքեր, կասեր Չախոյան, այստեղ սխալ է անում, ասում եւ այլն եւ այլն։ Բնական է, եթե ծառայողական քննություն լինի, ակնհայտ է, որ արդեն պատշաճ ընթացք է այդ ամեն ինչին պետք է տան։ Պարոն Չախոյան, իշխանության կողմից կարծես թե մի շրջանում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակվում, որ ասում են մենք օրինակ նորմալ լավ ասֆալտ ենք անում, բայց գալի պոկում են ասֆալտը եւ փորձում են վերագրել մեզ, դրան ինչ կպատասխանեք։ Տեսեք, անհնար է, որ մարդ կարողանա նորմալ ասֆալտը ձեռքով պոկի։ Դա բացառված երևույթ է։ Իսկ տվյալ իրանց դեպքում, երբ որ ես գնում եմ իրանց արած նոր ասֆալտը ձեռով պոկում եմ, դա անորակ աշխատանքների մասին փաստ է, այսինքն ասֆալտը անհնար է պոկել, եթե մարդ ձեռով է կարողանում ասֆալտը պոկել, բեռնատար ավտոմեքենաները ասֆալտի վրով անցնելուց պարզ է այդ փողոցը կքանդվի, դա անորակ աշխատանքների հետևանք է, էլի։ Իրանք ուղղակի հերթական անգամ մանիպուլացնում են, էլի, նման հայտարարություններով, էլի, պատասխանատվությունից խուսափելու համար, էլի։ Իսկ հասարակությունը ինչ արձագանք է տալիս սրան կամ ձեզ, քանի որ Facebook-ում կամ սոցիալական ցանցերում տեսնում ենք ակտիվ, կարծես թե համաձայնում են, աջակցում են, սակայն ուրիշ քայլեր ձեռնարկվում է իրենց կողմից։
Ոչ, հիմնականում գիտակից մարդիկ հասկանում են, որ այդ ամեն ինչի հետևանք է, որ նորարված ասֆալտը կանգնվում է, բայց ցավոք սրտի մեր ցավով եմ ապրում, ոչ բոլորն այդ ամենը հասկանում եւ հիմնականում այդ ամենը վերագրում են քաղաքական տարենտալի ուղղորդվածություն եւ այլն, որ իբրեթե դիտավորյալ գնում գիշերը քանդում եմ, հետո գնում ցերեկը նկարում եմ եւ այլն, այսինքն ֆեյքերով, մեյքերով այդ ամեն ինչին արձագանքում են, բայց ամենայն դեպս գիտակից մարդիկ շատ լավ հասկանում են ու ուզում եմ նշեմ այն հանգամանքը, երբ որ Երևանի քաղաքապետարան ասֆալտապատման աշխատանքներ է իրականացնում, ես բազմիցս անգամ նկարը հանել եմ, ցույց եմ տվել, թե ոնց են ասֆալտը փռում առանց բիտումի, առանց փոշոտման անորակ աշխատանքներ են անում եւ այդ ամենը հենց դրա հետևանքն է, որը բազմիցս անգամ արձանագրել եմ, էլի, բայց ամենայն դեպս էլի ամեն անգամ փորձում են